Գրեթե բոլոր 11-րդ դասարանցիները ծախսում են իրենց ողջ էներգիան, ծնողների գումարը եւ ժամանակը դպրոցին գեղեցիկ հրաժեշտ տալու համար։ Շատ կարևոր նախապայման է հումորով գրված սցենարը։ Այսօր 11-ի A դասարանում պարզապես սովորական դաս չէ, տեսնենք թե ինչ են անում։ Մենք պիտի այնց անենք, որ ասենք նախ սցենարը իրարից ասենք կախված, այնց լինի, որ կախված։ Ինչ բան է վերջին զանգը։ Ընդհանրապես վերջին զանգը ըստ ինձ դա 10 տարիների ամփոփումն է մեր կյանքի։ Ով կարող է մեզանից լավ ասել այն, ինչ որ 10 տարիների ընթացքում դասարանում դպրոցում տեղի է ունեցել։ Ընդհանրապես չեմ ընդունում, երբ որ գրում է։ Գիտեք, շատ դեպքերում հենց նույն ուսուցիչները տեսնում ես դահլիճում նստած անգիր ասում են արդեն այն բառերը, որը երեխաները ասում են, հա, որովհետև ասենք իրենք տարիների ընթացքում դա լսել են։ Կան շրջանավարտներ, որ չեն վստահում սեփական մտքի թռիչքին ու երևակայությանը եւ որոշում են դիմել սցենարիստի օգնությանը։ Մենք որոշեցինք պատվիրել սցենարը, քանի որ մենք ինքներս չենք կարող ավելի լավ գրել, բացի այդ պարապմունքների եւ դասերն էլ խանգարում են։ Այդ պատճառով մեզ օգնության հասավ մեր դպրոցի ուսուցիչներից մեկը, որը սցենարիստ է։ Այս ոլորտում ամենապահանջվածները PS Club-ի տղաներն են։ Շատերն են ցանկանում ձեռք բերել նրանց գրած սցենարները, բայց ակումբի հայտնի դեմքերից մեկը հայտարարում է, որ ինքը երբեք վերջին զանգի սցենար չի գրել։ Այս տարի ոնց որ ուզում եք, չէ՞։ Լավ բան եք ասում։ Ես տենց որոշեցի։ Հա չէ, այս տարի որ շատ են ասել, դե ասենք մնացած տարիները չի եղել այնպես որ այս տարվա նման տենց շատ ասեն, հարցնեն ու դուք էլ տեղից եք տեղի կացվի երևի։ Երևի էլ ասեմ չէ՞ մի անգամ։ Դու ասա, դու ես գրել։ Անգամից թիվը ասեմ։ Ես ընդհանրապես ես sense եմ պատկերացնում, ասենք որ նախ որ ժամանակ ես չեմ ունենա, որ գնամ զբաղվեմ տվյալ դասարանի հետ, հա, ես կոպիտ ասած 4 սցենարը 150,000։ Այս ոլորտում ոչ բոլորն է, որ PS Club-ի նման մեծ պահանջարկ ունեն։ Շատերը դիմում են գովազդի բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներին, անգամ մատնաքլասնիկի կետրո ժամանցային կայքին։ Պրոմո ակցիայի համար շատ հարմար է օդնոկլասնիկի միջոցով կապնվել դպրոցականների հետ եւ ավելի հանգամանալից ներկայացնել։ Գրիշան սեփական վիճակագրությամբ պարզել է, որ Երևանի 800 ավարտական դասարանների 40%-ը սցենարիստի պահանջարկ ունի։ Իսկ երբ երեխաներն են սկսում իրենք գրել սցենարը, 80%-ը դատապարտված անհաջողության, որտեղ երեխաները իրենք չգիտեն դա ինչա սցենար գրել, այդ տարիքում մի քիչ իրանց հավակնությունները մեծ են, ասենք իրանք փորձում են իրանց ուժերով, բայց վերջում հասկանում են, որ պետք է դիմել սցենարիստի օգնությանը։ Գրիշան շրջանավարտներին ավելի ցածր գներ է առաջարկում։ Շաբլոն սցենարը 30,000 դրամ, իսկ ավելի հետաքրքիրները մինչև 80,000 դրամ։ Ավարտական երեկոյին, նվերների, տոնական հագուստի եւ դպրոցի հրաժեշտ տալու այլ նախատեսված ու չնախատեսված ծախսերի ցանկում կամաց իր հաստատուն տեղն է զբաղեցնում նաեւ հրաժեշտի սցենարը։